Մոսկվայում արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության այն մասին, որ Հայաստանը կարող է միջազգային արբիտրաժ դիմել, եթե չհաջողվի Ռուսաստանի հետ համաձայնության գալ Հայաստանի երկաթգծերի հետագա կոնցեսիայի շուրջ։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ովքեր են անդրադարձել այս թեմային։ Մոսկվայի դիրքորոշումը պարզաբանել են եւ երկաթգծերի այդ պետական հոլդինգի տնօրենը եւ կառավարության ներկայացուցիչը եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները։ Մասնավորապես ռուսական երկաթգծեր ընկերության գլխավոր տնօրեն Ալեգ Բելազյորովը հայտարարել է, որ Մոսկվայում զարմանքով եւ տարակուսանքով են իմացել, մեջբերում եմ այն, որ Հայաստանը ցանկանում է վարձակալության վճար սահմանել երկաթգծի օգտագործման համար $2 միլիարդ չափով։ Նա պնդում է, թե ռուսական կողմը հետևողականորեն եւ ողջ ծավալով կատարում է իր բոլոր այն պարտավորությունները, որոնք բխում են 2008 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագրում, թե ռուսական կողմը ապահովել է ենթակառուցվածքի ժամանակակից վերանորոգումը, թեթևացնելով Հայաստանի պետական բյուջեն այդ ծախսերից, հավաստիացնում է, որ գեթ 1 ռուբլի դիվիդենդի տեսքով չի վճարվել սեփականատիրոջը եւ ողջ վաստակած գումարը օգտագործվել է ենթակառուցվածքը զարգացնելու համար։ Պնդում է, թե այդ տարիների ընթացքում $396 միլիոն է ներդրում է կատարվել այդ համակարգի մեջ, թե ռուսական կողմը բարի կամքի դրսևորման ձևով օգնել է հայերին վերականգնել երկաթգիծը այդ դեբետի ջրհեղեղի հետևանքով, թեև նշեմ դա կարծեմ պարտավորություն է, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում։ Եվ այսպիսով այդ ամենը ամփոփելով Բելազյորովը պնդում է, որ եթե այսքանից հետո հայկական կողմը միակողմանի կերպով չեղարկի կամ վերանայի կոնցեսիոն պայմանագիրը, ռուսական կողմը կպահանջի, որ իր բոլոր կատարված ներդրումները հատուցվեն։ Նույն ոգով է արտահայտվել նաև Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Ռիշետնիկովը։ Նա ասել է, որ հայկական կողմի բոլոր պահանջները անհիմն են եւ եթե պայմանագիրը չեղարկվի, ապա ռուսական կողմը հատուցում է պահանջելու Հայաստանից։ Եվ վերջապես Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Փաշինյանի հայտարարությունը կոպիտ է եւ դեստրուկտիվ քայլ է, որը ստվեր է գցում հայ-ռուսական հարաբերությունների վրա եւ ասել է, որ այդ քայլը, այդ հայտարարությունը Մոսկվայում ընդունում են որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու անհաջող փորձ։ Կարող ենք ասել, որ ռուսները Փաշինյանի ասածը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Եվ որոշ ռուս պաշտոնյաներ եւ ռուսական լրատվամիջոցները հիմնականում մեկնաբանում են Նիկոլ Փաշինյանի խոսքերը որպես մտադրություն երկաթգծի շահագործման համար վարձակալության վճար սահմանելու։ Այդ $2 միլիարդ այդպես են մեկնաբանում։ Բայց իրականում դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ վարչապետը խոսելով այդ $2 միլիարդ մասին։ Մեջբերեմ նրա խոսքերը բառացիորեն։ Բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզել։ Նա հստակ չի ասել, որ նկատի ունի հենց երկաթգծերը։ Նույն տրամաբանությամբ կարելի էր հասկանալ, որ խոսքը 102-րդ ռազմաբազայի մասին է։ Ամեն դեպքում այստեղ պարզաբանումների կարիք իհարկե կա, քանի դեռ այդ պարզաբանումները չեն հնչել, յուրաքանչյուր կողմ կցանկանա մեկնաբանել այս խոսքերը այնպես, ինչպես իրեն են հարմար։ Իսկ ինչ քայլերով կարող է պատասխանել մեզ Ռուսաստանը։ Կարծում եմ պատահական չէ այն, որ նույն այն հարցազրույցում, որում Մաքսիմ Ռիշետնիկովը էկոնոմիկայի նախարարը խոսել է Փաշինյանի այդ հայտարարության մասին, հիշատակել է նաև Հայաստանին մատակարարվող գազի սակագների մասին, ընդգծելով, որ այժմ Հայաստանը գազ է ստանում $177, մինչդեռ ակտուալ եվրոպական գները $600 են։ Դա կարծում եմ ակնարկ է այն մասին, որ Մոսկվան կարող է պատասխանել այդ սակագների վերանայումով։ Ռիշետնիկովը ասել է, որ այդ տարբերությունը
ակտուալ գների եւ այն գների, որով Ռուսաստանը Հայաստանին է գազ վաճառում, տարեկան մոտ 1 միլիարդ դոլար է եւ դա ըստ էության սուբսիդիա է ռուսական կողմից։ Մինչ այդ էլ նման կերպեր մեկնաբանել իրավիճակը Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը, որը հայտարարել էր, որ այդ տարբերությունը եղբայրական օգնություն է Ռուսաստանից հայ ժողովրդին։ Հիշեցնեմ, մայիսի 25-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլովը պաշտոնական նամակով դիմել էր Հայաստանի տարածքային կառավարման նախարարին, որին տեղեկացրել էր այն մասին, որ եթե Հայաստանը ներկայիս տեմպերով շարունակի զարգացնել եվրոինտեգրացումը, Ռուսաստանը պատրաստ է քննարկել այն պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանը ներկայիս սակագներով է վաճառում գազը Հայաստանին։ Խոսքը 2013 թվականին ստորագրված միջպետական համաձայնագրի մասին է, այն համակարգ վերաբերում է ոչ միայն գազին, այլ նաև նավթամթերքին եւ չմշակված ադամանդներին։ Այսինքն դա Մոսկվայում գիտակցում են, որ գազի սակագինը դա թերևս ամենաազդեցիկ գործիքն է իրենց ձեռքում Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ որերորդ անգամ ակնարկում են, որ հենց այդ գործիքից կօգտվեն, եթե Հայաստանը հարցականի տակ դնի կոնցեսիոն պայմանագրի հեռանկարները։ Հայաստանում եւս դա գիտակցում են, կարծում եմ դրա պատճառներից մեկը այն է, որ Իրանի հետ վերսկսվել են բանակցությունները իրանական գազի ծավալները ավելացնելու մասին։ Հիշեցնեմ, այսօր հենց Երևանում է Իրանի արտգործնախարարի տեղակալը տնտեսական դիվանագիտության հարցերով եւ Հայաստանի արտգործնախարարը իր ունեցած զրույցում քննարկել է առաջին հերթին հենց էներգետիկային վերաբերող հարցերը։ Շնորհակալություն։